Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հուլիսի 8-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես անպայման կանդրադառնամ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, աշխատանքային առաջի օրը 3 սկսվեց, շատ ուշագրավ հայտարարություններ, կարևորագույն հանդիպումներ, ուստեղ անչափ կարևոր դեր կխաղա Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերությունները։ Գազդեն այդ ամբողջ մեծ պրոցեսի ստեղ կան հարցեր, որոնք ուղղակիորեն շոշափում են մեր շահերը։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված անցկացվող այս օրերը Անկարայում Թուրքիայում ես այսօր կանդրադառնամ։ Առավոտվանից պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Հորմուզի նեղուցում Իրանի օբյեկտները ռազմական, Իրանը պատասխանեց ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցրեց Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում, ինչ է դա նշանակում, դրա մասին էլ կխոսենք, քանի որ մեծ գաղտնիք չի, որ մեր շահերից է բխում, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ լեզու գտնեմ, այպես ժողովրդի լեզվով ասեմ, որ այդ խաղաղությունը, որը զարգացման մեջ է, հաստատման մեջ է, որ չխաթարվի։ Թուրքիայի պարլամենտի ղեկավարը պարոն Կուրտուլմուշը հայտարարություն արեց կարևորագույն հայտարարություն հետագարկիր շոշափող հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։ Նաև պետք է ասեմ, որ Ադրբեջանում մի քանի օր առաջ անցավ մեծ միջոցառում նվիրված անհատ կորած անձանց հարցերին։ Ուստեղ է պարզա մենք էլ շահագրգռված ենք, որ այդ պրոցեսը գնա միջ այս խնդիրը միշտ քաղաքական նպատակներով օգտագործում էր Ադրբեջանը, ինչքան հասկանում եմ հիմա ադրբեջանցիք համաձայն են իրոք աշխատել Հայաստանի հետ այդ ուղղությամբ, որ անհատ կորածների ճակատագրերը իմացվեն, բացահայտվեն։ Դա լավ լուր է, հիշում եք, ես ձեզ պատմել եմ, երբ որ մենք հանդիպել ենք Ադրբեջանի փորձագետների հետ, այդ հարցերը դրել ենք, քննարկել ենք, կարծես թե ապրիլ ամսին ադրբեջանցիք հակված էին գնալ դեպի կոնստրուկտիվ աշխատանք ու այսօր մենք տեսնում ենք, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը դա անում է այդ կոնֆերանսի մասին, որը անցավ Բաքվում, անպայման մի քանի խոսք ես ձեզ կասեմ։ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, կալանավորեցին 2 ամսով։ Ռուսաստանից եկած Հայաստան փորձագետը, Ռուսաստանից եկած երկար բարակ կոնֆերանսում, չգիտեմ ով է կազմակերպել Հայաստանում, ով է բերում էս մարդկանց Հայաստան, երկար բարակ բացատրում է, որ գազը բացի Ռուսաստանից ոչ մի տեղից Հայաստանը չի ստանա։ Անհետ բաներ էր ասում, մինչդեռ դուք գիտեք, մեր պահանջարկի 30%-ը գազի մենք ստանում ենք Իրանից, ու էլի կան երկրներ, որտեղից պոտենցիալ մենք կարող ենք ստանալ, ուղղակի պետք է հետևողական աշխատեն, կասկածի ես չունեմ, որ այդ հարցը կլուծվի, նույնիսկ կարող ենք 100%-ով հրաժարվել ռուսական գազից, բայց պատկերացնում եք, օրը ցերեկով, ասենք, խաբել, ու ինչ ստեր էր փչում այդ Ռուսաստանից եկած փորձագետը, այսօր ես ձեզ կներկայացնեմ։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը։ Խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, իդեպ ես ձեզ հաճախ հիշեցնում եմ, որ մեր YouTube-յան ալիքը միշտ ցույց է տալիս, որտեղից են մեզ նայում, որ ռեգիոնից, որ երկրներից աշխարհի, տոկոսը ինչքան մարդ է մեզ նայում Հայաստանից,
շատ հետաքրքիր թվեր են դրա մասին անպայման կխոսեմ, բայց նաև YouTube-յան ալիքը ցույց է տալիս տոկոսը այն մարդկանց, ով նայում է մեր Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքը լինելով բաժանորդագրված։ Ու պարզվում է 50-50-ի 50% մեզ նայողների դա բաժանորդագրված մարդիկ 50% չեն բաժանորդագրվել Խնդրում եմ բաժանորդագրվեք, քանի որ բաժանորդագրվումը նաև ուժեղացնում է տարածումը մեր նյութերի։ Դա է պատճառը, ինչու դա շատ կարևոր է, բացի դրանից դուք ավտոմատ կստանաք բոլոր մեր հաղորդումները։ Չեք բաց թողնի առանձին հաղորդումներ։ Սկսում ենք այսօրվա աշխատանքը։ Ուրեմն Միացյալ Նահանգները ռմբակոծեցին, օդային հարվածներ տվեցին հարավում Իրանի։ Պարզը դե կապված է Հորմուզի նեղուցի հետ, այնտեղ ես կասեի այդպես դիրքային պայքար է գնում, չնայած որ կողմերը ստորագրեցին խաղաղության հուշագիրը կամ զինադարի հուշագիրը։ Իրանը նույն պահին պատասխանեց։ Իրանի ղեկավարությունը ասում է, որ 85 հարվածներ, հակահարվածներ ստացան ամերիկացիք ու Ամերիկայի ներկայացությունները մերձավոր արևելքում։ Պարզը խոսքը գնում է ռազմաբազաների Միացյալ Նահանգների, որոնք գտնվում են Քուվեյթում, Բահրեյնում, մի շարք այլ պետություններում արաբական։ Տվեց հակահարված Իրանը։ Այո, ամերիկացիք ասեցին, հայտարարեցին, որ չնայած որ ուժ կիրառեցին, իրանք կշարունակեն բանակցել Իրանի հետ ու կշարունակեն այս խաղաղության իսլամաբադյան հուշագիրը հարգել։ Այո, վատ է, որ պարբերաբար մենք տեսնում ենք բռնություն իրար դեմ ուղղված Միացյալ Նահանգներ Իրան վատ է դա, բայց այնուամենայնիվ կողմերը չեն հրաժարվում այս մեծ process-ից, մեծ խաղաղության process-ի, որը սկսվեց Միացյալ Նահանգներ Իրանի միջև։ Մեր շահը դուք գիտեք, ստեղ երկար ծավալվել անիմաստ է, մեզ պետք է, որ Իրանը ու Միացյալ Նահանգները լեզու գտնեն, որ լինի խաղաղ իրավիճակ այդ պետությունների միջև, որ մենք կարողանանք TRIP ծրագիրը նորմալ առանց լարված վիճակի իրականացնել ամերիկացիների հետ, քանի որ TRIP ծրագիրը շոշափում է սահմանը հայ-իրանական, զուգահեռ այդ սահմանի է գնում, կպած է այդ սահմանին, պարզ է, որ Իրանը կարող է ունենալ մտահոգություններ ու մենք չենք ուզենալու, որ Իրանը օրինակ բացասական էմոցիոնալ արձագանքի այս ծրագրին։ Կարծես թե մինչև այսօր մեր կառավարությանը հաջողվել է Իրանին համոզել, որ TRIP ծրագիրը ոչ մի տարերով ուղղված չի Իրանի, բայց ցանկացած դեպքում դուք հասկանում եք, որ Իրանը չի հավատում Միացյալ Նահանգներին։ Անվստահության մակարդակը ցանկացած դեպքում շատ բարձր է ու շատ խորը է։ Իդեպ ասեմ ձեզ, Իրանի դեսպանը մի քանի կարևոր թեզեր այսօր ասեց, ինքը անցկացրեց բրիֆինգ եւ այդ բրիֆինգի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, նաեւ ասեց, որ այս հարցը TRIP ծրագրի հետ կապված իրանց շատ է մտահոգում ու դա իրանք դիտում են որպես խնդիր։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցնում է Անկարայում։ Երեք առաջի օրն էր։ Առաջի օրը եղել են մի քանի միջոցառումներ միջև բուն գագաթնաժողովի հասնելը։ Երեք մի քանի միջոցառումներ, որտեղ որ ելույթներ ունեցան եւ Դոնալդ Թրամփը եւ նախագահ Էրդողանը Թուրքիայի եւ այլ երկրների ղեկավարներ, կար մի նիստ, որտեղ Ուկրաինայի հարցնել քննարկվում, այնտեղ ելույթով հանդես եկավ Ուկրաինայի արտգործնախարարը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ լուրջ միջոցառում էր։ Մենք բոլորս գիտենք
Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ, Եվրոմիության նկատմամբ եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ ինքը ունի լուրջ դիտողություններ ՆԱՏՕ-ում ստեղված իրավիճակի հետ ավելին ինքը շատ ու շատ խնդիրներ եվրոպացիների հետ սրեց վերջի ժամանակներս Գրենլանդիայից սկսած այլ հարցերով սրեց հարաբերությունները Կանադայի հետ ուրեմն ՆԱՏՕ-ին բարդ իրավիճակ է նույնիսկ կար մտավախություն, որ կարող է Թրամփը չմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց Թրամփի համար Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ ՆԱՏՕ-ում անչափ կարեւոր է։ Դա է պատճառը, որ Թրամփը միջև գալը Անկարա մի քանի անգամ այս վերջի մի ամսվա մեջ հայտարարել էր, որ Թուրքիան այդքան կարեւոր է, որ հարգելով նաեւ այդ նախագահ Էրդողանին ինքը կգա կմասնակցի այդ գագաթնաժողովին։ Հիմա պարզ է Էրդողանը մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, առաջնորդն է Թուրքիայի, ինքը անձամբ օդանավակայանում դիմավորեց պարոն Թրամփին։ Այդ հանդիպումից հետո իրանք գնացին նախագահական պալատ պարոն Էրդողանի ու նախագահական պալատում բանակցություններ էին Միացյալ Նահանգներ Թուրքիա։ Այդ բանակցությունների ժամանակ ակնհայտ է լուծվում էին 1-2 կարևորագույն հարցեր։ Թուրքիան ուզում է որ F-35-ը ամենաժամանակակից Միացյալ Նահանգների կործանիչները, որ ամերիկացիք տան Թուրքիան, ծախեն Թուրքիայի վրա, Թուրքիան ուզում է առնել F-35-ը, այդ նոր ամենաժամանակակից կործանիչները։ Դուք հիշում եք, հենց Դոնալդ Թրամփը 2019 թվին, երբ որ առաջ անգամ ինքը ընտրվել նախագահ, սանկցիա կիրառեց Թուրքիայի դեմ։ Թուրքիային հանեց այս ծրագրերից F-35-ի հետ կապված, բացի դրանից արգելք դրեց ամերիկացիների արգելքը ծախելու F-35-ը Թուրքիային։ Թուրքիան հույսով է, որ դա կլուծվի, Թրամփն էլ ասում է, մենք կարող ենք լուծենք այդ հարցը։ Դուք հիշում եք Էրդողանը դուր գալու համար Պուտինին, Ռուսաստանին, ինչ արեց, հիշում եք S-400-ը ռուսական հակաօդային համակարգը առավ, դա ՆԱՏՕ-ում շատ ցավոտ ընդունվեց, քանի որ առնելով S-400-ը Էրդողանը փաստորեն թույլատրեց անվտանգային հակաօդային համակարգը ՆԱՏՕ-ի S-400-ը վտանգ է ներկայացնում նույն F-35-երի համար, բայց ինչի անում էր դա Էրդողանը, պետք է հիշեք, ինքը ուզում էր սիրաշահել Պուտինին, որ Պուտինը լուծի Ղարաբաղի հարցը իր օգուտ Ադրբեջանի, ինչը Պուտինը արեց, հիմա Թուրքիան Ռուսաստանը էլ պետք չի իրանց, դա է պատճառը, որ Թուրքիան պլանավորում է S-400-ը ռուսական ազատվել, ծախել, նույնիսկ խոսքը գնում է, որ կծախի Ուկրաինայի վրա, ուզում է ազատվել, քանի որ Պուտինը այլևս պետք չի, Ղարաբաղի հարցը լուծված է իր օգուտ Ադրբեջանի, ու հիմա Թուրքիան գնում է դեպի Միացյալ Նահանգներ, ու քանի որ Միացյալ Նահանգների պահանջները ազատվել S-400 համակարգից ռուսական կարծես թե Էրդողանը պատրաստ է լուծել։ Հիմա Թրամփը ասում է մենք շատ հավանական է, որ կտանք, կծախենք Թուրքիայի վրա F-35-ը։ Ես պետք է ասեմ, որ Թրամփը մի քանի կարևոր հայտարարություններ արեց, որ դա շատ ուժեղ երկիր է Թուրքիան, ունի շատ ուժեղ բանակ, ավելին ինքը ասեց Թուրքիան կարող է այս պատերազմում Միացյալ Նահանգները Իրան անցնել Իրանի կողմ, քանի որ ստեղ շահեր ունի, բայց չարեց դա, մենք գնահատում ենք, Թուրքիան ինքը ասեց լավ գիտի Իրանը եւ դա էլ է մեզ պետք, ուրեմն շատ կոմպլիմենտներ ինքը բաժանեց Թուրքիային, տվեց Թուրքիային, նաև Թուրքիան ունի սեփական ծրագիր իրականացնելու, արտադրելու ռազմական կործանիչներ ու այդտեղ շատ են պետք մատորներ
շատ էր պետք շարժիչներ այդ ռազմական ինքնաթիռներին կործանիչներին, որը ուզում է արտադրել կամ սկսեց արտադրել Թուրքիան, ու այդ հավասարությունը մատակարարել Թուրքիային այդ շարժիչները, մատորները այս կործանիչի կարող է տալ միայն Միացյալ Նահանգները։ Դա է պատճառը, որ Թուրքիան նաև այս հարցով հույսով է, որ Միացյալ Նահանգները կաջակցեն Թուրքիային։ Ուրեմն մենք տեսնում ենք այս կարևոր համագործակցությունը Թրամփի Թուրքիայի հետ ինչ որ նոր թափ կարող է առնել ու պետք է դրա մասին իմանանք այդ լուրջ խնդիրներ են, քանի որ հավասարակշռությունը մեր տարածաշրջանում ել ավելի կարող է զարգանա ի օգուտ Թուրքիայի։ Բայց ինչն է հետաքրքիր, Թրամփը ի հակադրություն, ի հակասություն Թուրքիայի պրոտոկոլի առօրակարգի հրաժարվեց գնալ Աթաթյուրքի դամբարան։ Ինքը հրաժարվեց այս պրոտոկոլային պահանջից Թուրքիայի։ Հիմա նաև Թրամփը հանդիպման ժամանակ Էրդողանի շոշափեց ռուս-ուկրաինական հարաբերությունները, այս պատերազմը, ասեց, որ պետք է պատերազմը դադարեցվի, երկու կողմերն են ուզում են, որ դադարեցվի պատերազմը, ես օրինակ չեմ կիսում այդ կարծիքը, Ուկրաինան իրոք ուզում է խաղաղություն, Ռուսաստանը չի ուզում, այդ ակնհայտ երևում է, բայց Դոնալդ Թրամփը հավատում է Պուտինին, այդ թուլությունը ինքը ունի, ինքը ասում է երկուսն էլ ուզում են խաղաղություն, ու ինքը նաև մեծարեց Թուրքիայի նախաձեռնությունները այդ հարցով, դուք հիշում եք այդ Ստամբուլյան process-ը, ով կտրականապես դեմ, որ Միացյալ Նահանգները տան F-35-ը Թուրքիային, այս հզոր ամենաժամանակակից կործանիչները դեմ է պարզը Իսրայելը։ Ինչ ասում Նետանյախուն Դոնալդ Թրամփին։ Նետանյախուն ասում է, որ այն, որ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ միասին տարածաշրջանում օդում ունեն մեծ առավելություն, դա փրկում է իրավիճակը, դա ապահովում է կայունությունը, ապահովում է հաջողությունները, երբ որ պատերազմ սկսում են Ամերիկայի եւ Իսրայելի դեմ տարածաշրջանի պետությունները, ու ինքը ասում է անթույլատրելի է F-35 տալ Թուրքիային։ Դա դիրքորոշումն է Իսրայելի, որը շատ հասկանալի դիրքորոշում է։ Իսրայելը իրոք մեծ առավելություն օդում ունի, դա է պատճառը, որ Իսրայելը տարածաշրջանի ամենահզոր բանակ ունեցող երկիրն է ու ամենամեծ հնարավորություն ունեցող նաև այդում օդում։ Օդը մեծ դեր է խաղում ժամանակակից պատերազմներում, հասկանալի է։ Բայց Դոնալդ Թրամփը այնուամենայնիվ հակված է տալ Թուրքիային F-35-ը։ Մյուսը Նետանյախումը այդքան կարևոր է համարում այս թեման, որ Նետանյախուն խնդրեց Դոնալդ Թրամփին, որ հանդիպի իր հետ։ Դոնալդ Թրամփը ասեց, որ անմիջապես վերադառնալուց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նետանյախուին։ Պարզ է, ՆԱՏՕ-ի այդ գագաթնաժողովում մի շարք որոշումներ կընդունվեն, նաև Միացյալ Նահանգներ, Թուրքիա, նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում խնդիրներ, որոնք շատ են զգայուն Իսրայելի համար։ Հիմա պարոն Ռյուտե Պարոն Ռյուտե, դա գիտեք, գլխավոր քարտուղարն է ՆԱՏՕ-ի, ու պարոն Ռյուտեն ինքը ասեց, որ հիմա մենք աշխատում ենք, որ Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, նաև այդում եվրոպական պետությունները, որ աշխատեն մեկ պատուհանի սկզբունքով, որ բոլոր պատվերները զենքի հետ կապված ՆԱՏՕ-ի երկրների, Եվրոմիության երկրների մի պատուհանից սպասարկվեն ՆԱՏՕ-ի կողմից։ Նու դրա մեջ կա լուրջ տրամաբանություն, ինքը նաև նշեց պարոն Ռյուտեն, որ Միացյալ Նահանգների նախագահի Դոնալդ Թրամփի դերը շատ մեծ է, որ ուժեղանում է ՆԱՏՕ-ն, քանի որ ինքը պահանջեց, որ եվրոպական պետությունները 4-5% իրենց ռազմական բյուջեները հասցնեն 4-5%-ի, դրանով ինքը ուժեղացրեց ՆԱՏՕ-ն։ Դες Ռյուտեն այդ դրական կողմերը Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի քաղաքականության դրական կողմերը հատուկ նշում էր։ Նու դա շատ հասկանալի է, գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի
պետք է փորձի մեղմել այն հակասությունները, որոնք կան ՆԱՏՕ-ի ներսում, առաջի հերթին եվրոպական ամենահզոր ՆԱՏՕ-ի երկրների միջև ու Միացյալ Նահանգների միջև, Կանադայի միջև ու Միացյալ Նահանգների միջև։ Դուք գիտեք, Ֆրանսիա, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ունեն լուրջ հակասություններ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ ՆԱՏՕ-ի հետ կապված։ Անչափ կարևոր այդ ինֆորմացիա հենց նաև Հայաստանի համար։ Այնտեղ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը մի քանի օր առաջ Հայաստանում էր, դա Եվրո հանձնաժողովի նախագահն, Եվրոմիության կարևորագույն դեմքը ինքը այնտեղ եղել է, ինքը պատմել է այն համագործակցության մասին, որը կա Եվրոմիություն ՆԱՏՕ, նաև շեշտը դրել է, որ Եվրոմիությունը պետք է օգտվի ՆԱՏՕ-ի այդ ռազմական ծրագրերից եւ համագործակցությունը պետք է ուժեղանա նաև պաշտպանության արդյունաբերության ոլորտում, այդ մեզ շատ է պետք, քանի որ Եվրոմիության հետ մենք սկսեցինք, հիշում եք այն ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը, որը Եվրոմիությունը ունի, պետք է ասեմ, որ մերձը վարչապետը, կանցլերը Գերմանիայի նաև հայտարարություն արեց երեք, երբ որ սկսվեցին այդ աշխատանքները տարբեր ֆորմատներում, տարբեր կոնֆերանսներում, ՆԱՏՕ-ի շրջանակներում գագաթնաժողովի կազմակերպված, ու ասեց, որ ՆԱՏՕ-ն հիմա հետաքրքիր կազմակերպությունն է, ներսում եվրոպական բաղադրիչը շատ է ուժեղացել։ Այո, քանի որ պաշտպանության ոլորտի ծախսերը մի քանի անգամ ավելացան եվրոպական երկրների կողմից այն դուման, որոնք տալիս են ՆԱՏՕ-ի շրջանակներով։ Իդեպ ասեմ ձեզ, Դոնալդ Թրամփը հանդիպելիս Էրդողանի հետ չմոռացավ խոսել Գրենլանդիայի հարցով, պարզվեց այդ թեման ինքը չի մոռանում, ինքը համարում է, որ Չինաստանը, Ռուսաստանը շատ են պտտվում կոպիտ ասած Գրենլանդիայի շուրջ, իրանց ռազմական նավերը մեծ վտանգ են ներկայացնում, Թրամփը նորից բողոքեց այս անգամ Էրդողանին Դանիայի վրա, որ Դանիան քիչ ծախսեր է անում Գրենլանդիայի վտանգությունը ապահովելու, ինքը ասեց Գրենլանդիան ունի որոշիչ աշխարհագրական դեր ու չի կարելի թույլ տալ, որ Գերմանիան գրավեն, ասենք Չինաստանը եւ Ռուսաստանը, այս ձևի բաներ ասեց, ու ասեց, որ Գրենլանդիայի հարցով անպայման մենք մեր ուզածին հասնենք։ Հիմա դա ինչ է նշանակում, որ իրանք ուժային կվերցնեն Գրենլանդիա, թե պայմանագրերի ուժեղացման միջոցով, նաև Միացյալ Նահանգների դերի ուժեղացման միջոցով Գրենլանդիայի քաղաքականության մեջ, այդ ժամանակը ցույց կտա։ Ելույթ ունեցավ կոնֆերանսներից մեկում Ուկրաինային վերաբերող նաև Ուկրաինայի արտգործնախարար պարոն Անդրեյ Սիպիգան, ու ինքը հատուկ նշեց, որ Միացյալ Նահանգները պետք է լինեն երաշխավորը։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատել, պատրաստ ենք ճանապարհով գնալ, բայց երաշխավորը պետք է լինեն Միացյալ Նահանգները, միանշանակ ուրիշ կարծիք չի կարող լինել։ Բավական խիստ դա ասեց։ Այո, վաղն էլ եւ վաղը չեմյուս օրը կշարունակվի այդ աշխատանքը, բուն գագաթնաժողովի մասին նաև կխոսենք, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակներում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն անպայման, բայց ես կոչ եմ անում մեր կառավարությունը այս գագաթնաժողովին, որը անցնում է Անկարայում, ուշադիր լինել, քանի որ Անկարայի դերը էլ ավելի կմեծանա տարածաշրջանում, այդ դերը մեծարում են եւ եվրոպացիք եւ ամերիկացիք, կարողանում է Անկարան մի կողմից Ռուսաստանի միջոցով իր հարցերը լուծել, օրինակ Ղարաբաղը տալ Ադրբեջանին, նվիրել Ադրբեջանին, մյուս կողմից հակառուսական քայլեր անել, դուր գալ Թրամփին եւ եվրոպացիներին, կարողանում են իրանք, մենք այդ տեսնում ենք։ Ու իշխանությունները պետք է իմանան, ուսումնասիրեն մեր պետական ինստիտուտները խորությամբ այս ՆԱՏՕ-ում զարգացող պրոցեսները։ Հիմա Կուր Տուլմուշ, դա Թուրքիայի պարլամենտի ղեկավարն է։ Ու ինքը տվեց ինտերվյու պետական հեռուստաալիքին Թուրքիայի։ Այնտեղ խոսեց տպարզ է տարբեր թեմաներից, նա նաև անդրադարձավ հայ-ադրբեջանական թեմային։ Ու ինքը ասեց հայ-ադրբեջանական խաղաղության process-ը հասավ կարևոր կետի։ Ու դրանից հետո շատ կարևոր է
Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան ձևավորել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան միասնական կենտրոն, միասնական ուժ։ Դա շատ հետաքրքիր գաղափար է, որ Թուրքիան համարում է, որ այս նոր զարգացումներում Հայաստան, Ադրբեջան եւ Թուրքիան, բարձ է Թուրքիայի դերը ստեղ մեծ կլինի, ստեղծեն մի ընդհանուր ուժ, որը կապահովի տարածաշրջանում խաղաղությունը։ Անչափ լուրջ հայտարարություն է։ Ես սկզբում այսօրվա մեր ելույթին, մեր Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքում ասեցի, որ Ադրբեջանում փոխվեց դիրքորոշումը անհայտ կորածների նկատմամբ։ Շատ դա կարևոր է, այո, վաղուց է ստեղծվել է Ադրբեջանի կողմից անհայտ կորածների, գերիների եւ պատանդ վերցրած մարդկանց հանձնաժողովը Հայաստանի կողմը ստեղծեց, այդ հանձնաժողովը գնում է աշխատանք, բոլորս գիտենք, ինչ որ արդյունքներ կան, ինչ որ արդյունքներ, որ սպասում ենք չկան, բայց Ադրբեջանը հիմա այլ մակարդակի դուրս է գալիս այդ հարցում։ Իրենք ասում են, մենք ուզում եք այդ ոլորտում ակտիվ աշխատել։ Եթե նախկինում այդ թեման նաև այդ թվում իրանք քաղաքական թեմա էր դարձնում, քաղաքական շահարկման թեմա են դարձնում մեր դեմ ուղված։ Հիմա իրանք ասում են ոչ, մենք ուզում ենք ուղղակի այդ լուծել այդ հարցերը, անհայտ կորածների թիվը մեծ է եւ Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի կողմից, մենք պատրաստ ենք աշխատել ու իրանք պաշտոնյաները, իրանք անվտանգության փոխ ղեկավարը ելույթ ունեցավ, իրանք ղեկավարները տարբեր պրեզիդենտական ինստիտուտի ելույթ ունեցան ու ասեցին մենք պատրաստ ենք նույնիսկ նյուանսների մասին խոսեցին ինչ ճանապարհով իրանք պատրաստ են գնալ որ լուծել այդ հարցերը այդ հարցը մեզ շատ է հուզում անհայտ կորածների հարազատները բարբերաբար բողոքի ակցիաներ են անում շատ հասկանալի է դա շատ հասկանալի քանի որ այս թեման էլ հուզող մարդկանց թեմա է ու այդ խաղաղության ճանապարհով գնալը առանց լուծելու այս հարցերը ակնհայտ է դժվար կլինի ու այդ հումանիտար հարցերի հետ կապված Ադրբեջանը հիմա պատրաստ է աշխատել մեզ այդ ավելի ակտիվ ես այդպես կասեի ու հաշվի առնելով որ 2020 թվի պատերազմում 2023 թվի այս ողբերգական ուղղակի զարգացումների ժամանակ անհայտ կորածների թիվը մեր կողմից նաև շատ մեծ էր ակնհայտ է որ մեր շահերից բխում է ակտիվ ստեղ աշխատել ինչը միշտ էլ մերոնք անում էին իդեպ ասեմ ձեզ Բաքվում այդ կոնֆերանսում աշխատանքին մասնակցել է միջազգային հանձնաժողովի որը զբաղվում է այս մարդկանց որոնման հարցերով որ աջակցում է ու իրանք ասեցին մենք պատրաստ ենք աջակցել եւ Ադրբեջանին եւ Հայաստանին հիմա մեր կառավարությունը դուք գիտեք բավական ակտիվ գործունեություն է ծավալում այլընտրանքներ գտնելու շուկաներ նոր շուկաներ մեր ապրանքների համար նու եվրոպական շուկայի ուղղությամբ այդ աշխատանքը դուք տեսնում եք որ գնում է իսկ բանը ասեմ որ պետք չի սпасել արագ որ արդյունքները լինեն գլխավորը որ կառավարությունը հետևողական լինի այս աշխատանքում այդ կարևոր է ստեղ մենք պետք է եւ հետևենք եւ առաջարկություններ անենք կառավարությունը բայց շուկաների նոր մանգալը անչափ կարևոր է հիշում եք ես ասել եմ ոչ միայն Եվրոպայում պետք է արաբական աշխարհում ու շատ ուրախ է երբ որ իմացա որ մեր էներգետիկայի նախարարը պարոն Պապոյանը հանդիպեց արաբական աշխարհի երկրների դեսպանների հետ ովքեր գտնվում են Հայաստանում դուք գիտեք եւ Արաբական Էմիրատները եւ Քուվեյթը եւ Քաթարը եւ Իրաքը ունեն դեսպաններ Հայաստանում դեսպաններ իրանց հետ հանդիպեցին քննարկեցին հնարավորություն որ բացվի որ մենք մտնենք ավելի մեծ թափով այս երկրների շուկաներ եւ խոսքը գնում է բարձ է բանջարեղենի մասին, մրգի մասին, ալկոհոլի մասին օրինակ ալկոհոլի հետ կապված Իրաքում աշխատանք գնում է բայց բարձ է առաջի հերթին արաբական աշխարհում պետք է գյուղատնտեսական ապրանքների մասին խոսենք ու վաճառենք այնտեղ անչափ կարևոր է դա քայլերը
կարող է այդպես արագ արդյունք չտան, բայց կտան, եթե հետևողական մենք լինենք։ Հիմա, բացի դրանից մեր պատգամավորները տալիս են ինֆորմացիա, օրինակ, որ տուրիստների թիվը այս տարի ավելի մեծ է, քան թե անցած տարի առաջի կեսին։ Ուրեմն 6 ամսվա մեջ Հայաստան մտան այս տարի հունվարից մինչև հունիս մտան 1,42,000 մարդ, 1 միլիոնից ավել մարդ մտավ Հայաստան։ Այդ թիվը ավելի մեծ է, քան թե 14-15%-ով, քան թե անցած տարվա տուրիստների քանակը։ Հայաստան գալիս են տուրիստներ առաջի հերթին Ռուսաստանից 40% տուրիստների, Վրաստանից 15%, Իրանից 8% կազմում է այս տուրիստների հոսքի մեջ այս երկրների մասերը, պարզ է 30% ընկնում է նաև այդ թվում եվրոպական երկրների վրա տարբեր, ինչ եմ ուզում ասել, պրոցեսը գնում է ու պետք է ուժեղացնել այդ տուրիզմի ոլորտը, սպասարկման մասը, հյուրանոցների, կեմպինգների ստեղծում եւ այլ, այստեղ աշխատանքը մեծագնում, նաև մասնավոր սեկտորը իր մեծ լուման ունի ու մարդիկ գալիս են Հայաստան տուրիզմը զարգացնել, դա պարզ է եւ աշխատատեղեր են եւ պարզ է զարգացումը երկրի։ Հիմա Պարոն Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին։ Մենք գիտենք ու դատարանը որոշում ընդունեց 3-6 ժամ նիստ էր, 6 ժամից հետո դատարանը որոշում ընդունեց կալանավորել պարոն Գագիկ Ծառուկյանին։ Կալանավորել 2 ամսով։ Ես պետք է ասեմ, որ սկզբից ճիշտ ասած չէի հասկանում, որ գործերով, պարզվում է, որ իր դեպքում այդ գործերը կապված են տնտեսական հանցագործությունների հետ եւ փողերի լվացման հետ։ Պարզ է, որ միայն դատարանի որոշումից հետո մենք կարող ենք ասել, որ դա է իր մեղքը միայն դատարանի որոշումից հետո, բայց այն ինչ մեղադրանքները իրան ներկայացնում են քննչական մարմինները, դա է։ Ու մի երկու խոսք ընդդիմադիրների մասին, դուք գիտեք, ես դες ասել եմ, եւ Արմենիա դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը երկուսն էլ իրանք վերցնում են մանդատները, մտնում են ազգային ժողով, ես պնդում եմ, որ դա նշանակում է, որ իրանք ճանաչեցին ընտրությունների արդյունքները, Սամվել Կարապետյանը ասում է ինքը խոսած երեք ու ասեց, որ ոչ, դա չի նշանակում, որ իրանք ճանաչում են լեգիտիմությունը, ես պնդում եմ, եթե մանդատները վերցրեցին, դա նշանակում է, իրանք ճանաչում են արդյունքները ու դա քննադատություն չի, շատ ճիշտ է, նորմալ ընտրությունները անցան, դա է պատճառը, որ եւ Հայաստան խմբակցությունը եւ ուժեղ Հայաստան դաշինքը, երկու այս դաշինքները վերցնում են մանդատները, մտնում են աշխատելու ազգային ժողով։ Երկուսն էլ ասում են, երկու ուժերն են, իդեմս օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, իդեմս Իշխան Սաղաթելյանի Հայաստան դաշինքը, երկուսն էլ ասում են, որ անպայման իրանք կգնան մեծ պայքարի, լուրջ պայքարի նաև փողոցային, այդ պահը, երբ որ գա իրանք նաև փողոցներում կպայքարեն, բայց իրանք ուզում են օգտագործել այդ մանդատները պայքարելու համար Նիկոլ Փաշինյանի դեմ եւ քաղաք պայմանագրի դեմ պարլամենտի ներսում։ Ինչու այդ ինֆորմացիան տալիս եմ, քանի որ անընդհատ իրանք խոստում են տալիս պայքարել ու դուրս բերել ժողովրդին փողոց, բայց չեն դուրս բերում, հիմա բացատրություն են տալիս, որ այդ պահը չի, ես էլ ասում եմ, ժողովուրդը դուրս չի գա փողոց միայն մեկ պատճառով, քանի որ ընտրությունները ֆալսիֆիկացված չէին, ընտրություններ էին, ընտրություններ, մրցակցություն, ծանր ընտրություններ էին, բավական թեժ բանավեճեր էին, բավական ծանր պայքարեր գնում, բայց իսկական նորմալ ժողովրդավարական մրցակցային ընտրություններ են։ Պարզը ժողովրդը արհեստական փողոց դուրս չի գա, ակնհայտ է դա։ Ուրեմն ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպում